Հայտնի է դարձել բանակում զինվորներին Գոմեշի մսով կերակրած անձի անունը։ Զինված ուժերի պարենային պահեստում կատարված ստուգումներից հետո մեղադրանքի առաջադրվել Ալբերտ Անդրանիկի Օհանջանյանին։ Նա Կապանի միսկոմբինատի տնօրենն է, ով իրականացրել է բանակի մսի մատակարարումները։ Գոմեշի միսը տավարի անվան տակ ձևակերպելու առանձնապես խոշոր չափերի խարդախության համար Օհանջանյանին սպառնում է 4-ից 8 տարվա ազատազրկում։ Էժան գյուղմթերքի սեզոնն ավարտվում է։ Դաշտերի լոլիկի, վարունգի, սմբուկի, բիբարի, լոբու եւ մյուս կուլտուրաների թփերն արդեն չորանում են։ Աշնան այս օրերին, հատկապես վերջին ցրտից հետո, շուկայում բանջարեղենի գները բարձրացել են։ Սպառողները հերթական թանկացումն են արձանագրել նաեւ հացամթերքի շուկայում։ Որոշ արտադրողներ փորձում են ապրանքի քաշը թեթևացնելով հաղթահարել ցորենի ու ալյուրի գնաճը։ Այդուհանդերձ, մի քանի օր է խանութներում գրեթե բոլոր տեսակի հացերի արժեքը 10-ից 20 դրամով ավելացել է։ Սննդամթերքի թանկությունն է պատճառը, որ սոցիալապես անապահով մարդիկ Հայաստանում ուտում են նորմայից պակաս միս, կարագ, կաթնեղեն եւ օրգանիզմի համար կարեւոր այլ մթերքներ։ Գներ եւ խոցելիություն վերնագրով տնտեսական զարգացման ու հետազոտությունների կենտրոնի ուսումնասիրությունը պնդում է, բարձր եկամուտներ ունեցող բնակչությունը մեր երկրում 5 անգամ ավելի շատ սնունդ է օգտագործում, քան իրենց կարողանում են թույլ տալ աղքատ ընտանիքները։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքը հոկտեմբերին էլ կմնա 8%։ Կենտրոնական բանկում որոշել են այս ամիս էլ անփոփոխ թողնել փողի գինը։ Մեկնաբանություններում նշված է. ցորենի միջազգային գների բարձրացման պատճառով համաշխարհային շուկաներում կարծում են կպահպանվի լարվածությունն ու թույլ գնաճային միջավայրը։ Հացամթերքը սեպտեմբերին արդեն թանկացել է։ Մյուս կողմից, ըստ Կենտրոնական բանկի, բնակչությունը պահպանում է սպառման բարձր մակարդակը։ Երկրի տնտեսությունն էլ աճում է սպասածից արագ տեմպով։ Ի դեպ, Հայաստանի համախառն աճի տեմպի մասին հակասական կանխատեսումներ են հրապարակել Ասիական զարգացման բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը։ Առաջինը լավատես է եւ ավելի վաղ հրապարակած աճի ցուցանիշը 3,8%-ից հասցրել է 4,3%-ի։ Արժութային հիմնադրամը հակառակը, հայկական տնտեսության աճի կանխատեսումը իջեցրել է մինչև 3,9%։ Արցախի քարածուխն արդեն Հայաստան է գալիս։ Շաբաթ օրը Երևան ջեք են հասել վառելիքով բեռնված առաջին 26 վագոնները։ Գնացքը Մաղավուզի Սարերի ածուխը բարձում է Հարավկովկասյան երկաթուղու Վարդենիս կայարանից, որտեղ արդեն կուտակված է Լեռնային Ղարաբաղից ավտոմեքենաներով բերված էներգետիկ բեռը։ Համաձայն ՀԱՍԱ հետ երկաթուղու կնքած քարածխի տեղափոխման պայմանագրի մինչև այս տարվա վերջ Երևան կտեղափոխվի 700,000 տոննա վառելիք։ Բեռնափոխադրումն անխափան ապահովելու նպատակով երկաթուղին Վարդենիսի կայարանն արդեն վերանորոգել է։ Այժմ մեծ տարողությամբ կշեռք է տեղադրում, մտադիր է նաև գնացքի քարշն ավելացնել մինչև 2,500 տոննա։ Մրսածության ու հազի աշնանային սեզոնը սկսվում է։ Առողջապահության նախարարությունը նորից զգուշացնում. գերմանական Բերլին քեմի արտադրության բրոմգեքսինի օշարակների սիրոպների վաճառքը Հայաստանում դադարեցված է։ Բանն այն է, որ որոշակի խնդրի պատճառով գործարանը հետ է կանչել դեղի միայն մեկ խմբականակ ապահովության համար, սակայն նախարարությունը որոշել է ամբողջությամբ կասեցնել բրոմգեքսինի սիրոպների վաճառքը։ Նույն բրոմգեքսինի հաբերը, ասացին, կարելի է օգտագործել։ Առողջապահության նախարարի մեկ այլ հրամանով Երևանի բժիշկ մասնագետներից կազմված խմբերը ամենօրյա կապի մեջ կլինեն, շաբաթը մեկ անգամ էլ կայցելեն մարզային հիվանդանոցներ եւ վերանորոգված ու լավագույն տեխնիկայով զինված տեղի կլինիկաներում կընդունեն առողջական տարբեր գանգատներ ունեցող մարդկանց։ Գործուղումների կարիքն այսօր շատ է զգացվում։ Երկրում իհարկե 12 բուժկենտրոն է արդիականացվել, բայց մարզի բժիշկները երբեմն չեն էլ կարողանում նոր սարքավորումներից օգտվել։ Հիվանդները նրանց չեն վստահում եւ ստիպված դիմում են մայրաքաղաքի հիվանդանոցներ։ Հայաստանը միացել է աշխարհին եւ հոկտեմբերն անցկացնում է քաղցկեղի դեմ պայքարի միամսյա խորագրով։ Սրտանոթային հիվանդություններից հետո ամենաշատ մահերը գրանցվում են չարորակ ուռուցքների պատճառով։ Քաղցկեղը երիտասարդանում է սթրեսերով եւ գենետիկ խնդիրներով պայմանավորված հիվանդների թիվը մեր երկրում վերջին 10 տարում 36%-ով աճել է։ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում 2011 թվականին 8858 հիվանդ է գրանցվել։ Քաղցկեղը շատ վտանգավոր է, բայց եթե նախնական փուլում է բացահայտվում անառողջ բջիջները, հնարավոր է լինում բուժել, պնդում են բժիշկները եւ խորհուրդ տալիս պարբերաբար պրոֆիլակտիկ զննություններ անցնել։ Երբեմն խնդիրը փողնել չէ, մարդկանց մոտ սովորություն է, միջև ինչ որ տեղը չի ցավում, բժշկի չեն գնում։ Կրծքագեղձի եւ վերարտադրողական օրգանների ռիսկի առումով կանանց համար պարտադիր է։ Տարին գոնե մեկ անգամ հո կարող են օգտվել անվճար հետազոտության հնարավորությունից, ասել է Գագիկ Բազիկյանը։ Նա այն կարծիքին չէ, որ քաղցկեղը մահվան վճիռ է։ Մահերի դեպքերը բոլորն են իմանում, ապրողների մասին քչերը ասում են։ Այսօր մեր հանրապետությունում 15,000-ից ավել մարդ ապրում են, որոնք բուժվել են քաղցկեղից 5 եւ ավել տարիներ առաջ, այսինքն 90-ական թվականներին, 80-ական թվականներին,
15,000-ը մեր փոքր պետության համար դա բավականի մեծ թիվ է։ Բնագիտությունը, աշխարհագրությունը ավելի շատ այստեղ արաբերենով ենք մենք առնում, սովորում Սիրիայից, բայց այդտեղ մի քիչ արևելահայերենով էին սովորել։ Սիրիահայ 220 աշակերտ վաղվանից արդեն կկարողանա բոլոր առարկաներն անցնել արաբերենով։ Երևանի 14-րդ Նարդոսի դպրոցում Կիլիկիա բարեսիրական միության հովանավորությամբ այսօր բացվել է նույնանուն Կիլիկիա դպրոցը։ Դասերն այստեղ պարապելու են Սիրիայից Երևան տեղափոխված ուսուցիչները սիրիական կրթական ծրագրով, որտուն վերադառնալու երեխաները սահուն շարունակեն ուսումը։ Արաբերենով գրքերը պատճենահանված օրինակ են, բայց բոլորին տրվելու է անվճար։ Կիլիկիայի բացվելուց հետո հնարավոր է այս ընթացքում սովորական դպրոց տված զավակներին, որոշ սփյուռքահայ ընտանիքներ տեղափոխեն այստեղ, մտածում են նախարարությունում։ Լուծված է նաև ավելի փոքրիկ սիրիահայերի հարցը։ Երևանի ավագանու որոշմամբ մինչև 6 տարեկան սիրիահայերը կարող են եւ 58-ն արդեն իսկ անվճար հաճախում են մայրաքաղաքի տարբեր մանկապարտեզներ։ Ոնց որ Երևանի երեխաները հաճախում են անվճար մանկապարտեզներ, այդպես էլ սիրիահայ երեխաներն են հաճախելու անվճար մանկապարտեզ։ Առաջին անգամ, որ կառավարության կողմից բյուջեի նախագծում հաջորդ տարվա գումարներ են նախատեսված հետազոտություն կատարելու համար 13 միլիոն դրամ։ Գումարը Հայաստանից գնացողների եւ վերադարձողների թվի հետազոտություն կատարելու համար է։ Բնակչության միգրացիոն հոսքերի ամբողջական եւ առավել ճշգրիտ պատկեր ունենալու նպատակով մեր երկիրը Եվրամիության փորձագետների հետ եկող տարի կմշակի կպատրաստի մարդկանց տեղաշարժի հաշվառման նոր մեթոդոլոգիա, ապա արդեն հաստատված գործողությունների 147 քայլով կկազմի անկանոն միգրացիան կանխարգելող 2012-16 թվականի ծրագիրն ու հայեցակարգը։ Սա ներառում է Հայաստանում աշխատանքային միգրացիայի ապացույցների վրա հիմնված կառավարման ուժեղացում, առաջիկայում կլինի Եվրամիությունից աջակցվող ևս 3 ծրագիր։ Վարորդներ ուշադրություն, վաղվանից արագաչափ սարքի աշխատելու նաև Երևան-Սևան Իջևան միջպետական ճանապարհի Դիլիջանի հատվածում։ Տեխնիկան մեքենաներին հետևելու եւ արագության գերազանցումները նկարելու է Մայրուղու 91-րդ կիլոմետրի վրա Դիլիջանի վարչական տարածքում։ Մեքենաատերերին ճանապարհային ոստիկանները զգուշացնում են, ավտոճանապարհի քաղաք մտնող այդ հատվածում թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ-ն է։ Երթևեկության կանոնները խախտողները կտուգանվեն։ Եվրամիությունն աջակցում է արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացմանը։ Կարծում ենք լրացուցիչ ջանքեր են պետդատական համակարգի անկախությունն ապահովելու համար։ Լրացուցիչ ջանքերը Բրյուսելն արտահայտում է Հայաստանի դատական համակարգի բարեփոխման գործում 1 միլիոն եվրո ներդնելով։ Գերմանիայի արդարադատության դաշնային նախարարության տրամադրած գումարը ծախսվելու է այստեղ Երևանում գործընկեր գերատեսչությանը քիչ զարգացած կարողություններով թարգմանությունների կենտրոն ունենալու համար։ Եվրոպական չափանիշների կբերվեն հայկական օրենքները, այդ գործում մեզ օգնելու են նույն ճանապարհը վերջերս անցած լիտվացի փորձագետները։ Ծրագիրը կտևի 2 տարի։ Սա բնական է մի երկրի համար, որը իլուր ամբողջ աշխարհի հայտարարել է, որ եվրոպական ուղղությունն ու եվրոպական համագործակցությունը մեզ համար այլընտրանք չունի։ Վերջին ուրեմն հետազոտություններից հետո համաշխարհային բանկի կողմից կատարված դիագնոստիկ ուսումնասիրություններից հետո մեր ֆինանսական հաշտարի գրասենյակը համարվել է լավագույն տարածաշրջանում, կարելի ասել մոդելային, եւ անգամ Արևելյան Եվրոպայի երկրները սկսում են ուսումնասիրում են մեր փորձը։ Գնահատականն այնքան տպավորիչ է ստացվել, որ գլխավոր դրամատանը չեն բացառում։ Հայաստանի ֆինանսական հաշտարի գրասենյակին քաղաքացիների շահերը պաշտպանելու հետ միասին առաջիկայում տրվի նաև փոքր ու միջին բիզնեսի գործերով զբաղվելու հնարավորություն։ Արդեն 3 տարի է մարդիկ մեր երկրում կարողանում են ֆինանսական կազմակերպությունների հետ ծագող վեճերը լուծել ոչ թե դատարանում մեծ փողեր ծախսելով, այլ ձրի դիմել հաշտարարին։ Այս տարի քննած բողոքների 70%-ը վերաբերել են ապահովագրական ընկերություններին։ Գանգատների մեծ մասում հաճախորդը վիճարկել է վթարից հետո ապայի տված գումարի չափը։ Մնացած 30%-ի դեպքում վեճերը կապված են բանկում վարկի կամ ավանդի տոկոսադրույքի սխալ հաշվարկի պահումների հետ։ Չափազանց քիչ, բայց պատահում են բողոքներ նաև վարկային կազմակերպություններից ու գրավատներից։ Այս տարվա առաջին կիսամյակում ֆինանսական օմբուդսմենի միջնորդությամբ քաղաքացիները ստացել են 76 միլիոն 400 հազար դրամի փոխհատուցում, նշվել է այսօրվա համաժողովին։ Մեր գործերի քննած գործերի 69.3%-ը լուծվում է հօգուտ հաճախորդների։
Հոկտեմբերի 9-ին NASDAQ OMX Armenia հարթակում արտարժույթի առողջարկ չի իրականացվել։ Հոկտեմբերի 10-ի համար ձևավորված տարադրամի փոխարժեքները հետևյալն են։